Ընկերներ, ողջույն, եկեք միասին փորձենք լուծել հետևյալ տրամաբանական խնդիրը, որը կանվանենք 10 բանտարկյալների գլխարկները։ Ուրեմն բանտում գտնվում են 10 բանտարկյալներ, նրանց կանգնեցնում են մեկ շարքով, այնպես որ յուրաքանչյուր բանտարկյալ տեսնում է իր դիմացի կանգնած բոլոր մարդկանց եւ իրենց գլխին դրված գլխարկները, բայց չի տեսնում իր գլխարկը եւ իր հետևում կանգնածների։ Բանտի պահակը յուրաքանչյուր գլխին դնում է կամ սև կամ սպիտակ գլխարկ։ Այնուհետև բանտարկյալները պետք է հերթով վերջին կանգնածից սկսած բարձրաձայն ասեն իրենց գլխարկի գույնը՝ սև է թե սպիտակ։ Ընդհանրապես երկու բառ կարող են ասել կամ սև կամ սպիտակ։ Պայմանները հետևյալն են, նրանք չեն տեսնում իրենց գլխարկը, յուրաքանչյուր լսում է իր հետևում կանգնած բանտարկյալի արդեն ասված պատասխանները, կարող են ասել միայն մեկ բառ՝ սև կամ սպիտակ, եթե սխալ ասեն իրենց գլխարկի գույնը, նրանք պատժվում են։ Ուրեմն խնդիրը լուծելուց առաջ, այսինքն եթե խնդիրը օրինակ լուծեցին կամ բանտարկյալները կարողացան բոլորը ճիշտ ասել, իրենք պետք է 9 ճիշտ պատասխան տան։ 10 բանտարկյալ ունենք, 10-ից 9 պետք է ճիշտ պատասխանեն։ Իրենց գլխարկի գույնը, այսինքն ճիշտ ասեն։ Եթե 9 ճիշտ են ասում, ապա բանտարկյալները ազատվում են, եթե ոչ, ապա ենթադրում ենք, որ պատժում են կամ չեն ազատվում։ Եվ իրենք ունեն ռազմավարություն մշակելու իրավունք։ Իրենց ռազմավարությունը պետք է այնպես մշակեն, որ սև բառ արտասանելուց դրա տակ իրենք քողարկեն իրենց մեկ այլ մեսիջ, սպիտակ բառ ասելուց քողարկեն մեկ այլ մեսիջ։ Խնդիրը լուծելուց առաջ խորհուրդ կտամ մի փոքր ժամանակ ստոպ տակ եւ փորձեք ինքնուրույն լուծել։ Իսկ ես սկսեմ միանգամից լուծել խնդիրը։ Ուրեմն խնդիր լուծելու համար կվարվենք հետևյալ կերպ։ Քանի որ առաջին պատասխանը պետք է ասի հետևի բանտարկյալը սա, ապա ինքը եւ ընդ որում պետք է ասի կամ սև կամ սպիտակ։ Պայմանավորվում են հետևյալ կերպ։ Եթե ինքը ասում է սև, նշանակում է իր արժևում սև գլխարկ ունեցողների քանակը կենտ է։ Եկեք ստե դնենք օդը։ Եթե ասում է սպիտակ, նշանակում է իր դիմաց սև գլխարկ ունեցողների քանակը զույգ է, գրենք իվն։ Հիմա ինչպես է սա աշխատում։ Այն, որ առաջին բանտարկյալը կասի ճիշտ, այսինքն իր գլխարկի գույնը կկրայի, դա 50% է, որովհետև ինքը կասի կամ սև կամ սպիտակ, երկու հնարավոր վարիացիա կա, այդ երկուսից մեկը պետք է ասի, այսինքն սա ճիշտ լինելու հավանականությունը 50% է։ Հետևաբար մնացածը բացի իրենց պետքա ճիշտ ասեն, որովհետև էլ սխալվելու իրավունք ոչ մեկ չունի։ Հիմա ենթադրենք ինքը իր գլխարկի գույնը ասելա սպիտակ։ Նու չէ, չպետք է ասի սպիտակ, ինքը պետք է ասի սև։ Ինչու սև, որովհետև իրենից առջև իր առջև սևերի քանակը 3 հատ է։ Հետեւաբար ինքը ուզած չուզած պետք է ասի սև։ Տվյալ դեպքում սևը համընկավ նաև իր գլխարկի հետ, բայց իր գլխարկը կարող լինի նաև սպիտակ։ Եթե գլխարկը սպիտակ եղավ, կապ չունի, ինքը միևնույն պետք է ասի սև, որովհետև իր առջևում սևերի քանակը 3 հատ են։ Տեսեք 1, 2 եւ 3։ Շատ լավ, ինքը ասեց սև, եկավ հերթը հասավ սրան։ Հիմա նա տեսնում է, որ իր առջևում կան 3 հատ սևեր, այսինքն կենտ է սևերի քանակը։ Հետևաբար ինքը պետքա լինի սպիտակը, այսինքն ինքը ասում է, որ ինքը սպիտակն է, որը ճիշտ է լինում։ Հերթը հասավ սրան, սա նույնպես տեսնում է, որ իր առջևում 3 հատ սևեր են, հետևաբար ինքը պետքա լինի սպիտակը։ Հերթը հասավ սրան, սա տեսնում է, որ իր գլխարկը սև է, իսկ ինքը գիտի, որ առաջին խաղացողը ասել է սև, նշանակում է սևերի քանակը պետքա լինի կենտ։ Եվ ինքը լսել է նաև իր հետևի երկուսի պատասխանը, որոնք սպիտակ են ասել։ Եթե առաջին խաղացողը ասել է սև, իր հետևի երկու հոգին ասել են սպիտակ, իր առջևում երկու հատ սև է ինքը տեսնում, ապա հաջորդ սևը ինքն է, հետևաբար ինքը կասի ես սև եմ։ Երկրորդը նույնպես, տեսնում է դիմացում մի հատիկ սև կա, բայց ինքը արդեն մի հատ սև թիկունքում լսել է։ Իր ձախ հարևանը ասել է սև։ Եվ հրահանգիչը առաջին խաղացողը նույնպես ասել է սև, նշանակում է սևերի քանակը պետքա լինի կենտ։ Ինքը լսել է, որ իր ձախ ընկերը ասել է սև, մի հատ դիմացն է սև տեսնում, դա եղավ 2, հետեւաբար երրորդ սևը կլինի հենց ինքը։ Ինքը նույնպես եղավ սև եւ ինքը ասում է սև։ Հաջորդը գայս է սպիտակը, տեսնում է, որ իր դիմացում մի հատ սև է եւ ինքը երկու հատ էլ սև լսել է միջև իրա հասնելը եւ ասում եմ երկու հատ սև առաջինին չենք դիտարկում, որովհետեւ առաջինի ասածը համարվում է որպես ազդանշան, մեկնարկ։ Հետաբար ինքը տեսնում է երկու հատ իր հետում սև կան, մի հատ էլ դիմացն է, ինքը ասում է ես սպիտակն եմ։ Սա նույնպես եւ սա տեսնում է, որ իր դիմացում սպիտակ է եւ տեսնում է լսել է, որ երկու հոգի ասել են սև, հետաբար ինքը հասկանում է, որ ինքն է սևը։ Եվ ասում է սև եւ առաջինը արդեն հասկանում է մինչեւ իր հերթը հասնելը լսում է 3 հատ սև բառը, նշանակում է կենտ է եղել, կենտ քանակությամբ լսել է սևը։ Հետաբար ինքը ասում է սպիտակ։ Եթե զույգ քանակությամբ լսած կասեր, ապա սև, որ քանակը լիներ կենտ։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, եթե հարցեր ունեք, մեկնաբանության դաշտում գրեք, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոն, որպեսզի կարողանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։